Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը 191 TV YouTube-յան ալիքում։ Բարև ձեզ։ Ու այսօր կրկին առանձնացրել ենք երկու աշխատություն։ Դա Վանո Սիրադեղյանի կամ նրա ինչպես գրական կեղծանունն է, Ավետիս Հարությունյանի Յադաների ժամանակը եւ Արմեն Շեկոյանի Հայկական ժամանակը։ Այս երկու գրքերը բավական, կարելի ասել, իրար հետ ընդհանրություններ ունեն, որովհետեւ նրանք երկուսն էլ այդ փորձել են 90-ականներում, եւ 2000-ականների սկզբում ներկայացնել նոր ձևավորվող պետության գաղափարը, գուցե ինչ-որ առումով ռոմանտիզմը, ազգային գաղափարական արժեքները ու ինչի է հիմա դա նաեւ ակտուալ, որովհետեւ ճիշտ է, մենք արդեն այսպես ասած նախընտրական շրջան ենք մտել ու տեսնում ենք, որ զարմանալիորեն գալիս է պատմության անիվը նորից պատտվում է ու հետ ենք եկել նույն կետին, հա, շրջանս յուր, ինչպես կասեին։ Ես կխնդրեմ դու ներկայացնես, ասենք Վանոյից երևի թե տարբերություն չկա, որովհետև երկուսն էլ երկու մեծ մտավորականներ, իրանք ահռելի ազդեցություն են ունեցել ինչպես հայ գրականության, այնպես էլ իրականության վրա, քաղաքական իրականության վրա։ Ինչքան էլ միշտ շեշտադրվում է Վանոյի հայկական ժամանակի, Գյադաների ժամանակի վրա, բայց նույն Շեկոյանի հայկական ժամանակը էլի շատ մեծ ազդեցություն է ունեցել, բայց մի փոքր ստվերում է մնացել այս գործը, բայց ընդհանրությունը արի սկսենք ընդհանրությունից, հետո ավելի մի քիչ բաները կշատացնենք, ավելի ստավկաները ավելի կշատացնենք։ Երկու վեպերում էլ, եթե նկատեցիք, ժամանակ տերմինն է, մեկը հայկական ժամանակ, մյուսը Գյադաների ժամանակ, ու հետաքրքիր է որն է, որ երկու գործերում էլ գլխավոր հերոսը հենց ժամանակն է։ Ու իրականում մարդը որպես հերոս, առանձին հերոսներ չկան։ Ինքը ժամանակն է հերոսը, ու այն ժամանակն է, որը եզրագծային ժամանակ է։ Ինչի եմ ասում եզրագծային, երկու դեպքում էլ սովետի փլուզումից հետո, Սովետ միության երբ որ անկախության տարիները առաջին տարիներն էին, մարդը ինքը ամբողջ իդեոլոգիան, ամբողջ արժեքային համակարգը ինքը պետք է փոփոխման ենթարկվեր։ Ու շատ մարդիկ չկարողացան այդ փոփոխմանը ենթարկվել, այն հին սովետական կարծրատիպերից դուրս չկարողացան գալ, բայց եղան մարդիկ նաև կարողացան այդ կարծրատիպերից դուրս գան, բայց նաև մնացին հին մտայնության ծանրության տակ։ Ինչի է հիմա որ շատ ճիշտ նշեցիր, որ ժամանակը անիվը պատտվեց էլի շրջանս յուր։ Հիմա էլ Արցախի կորուստից հետո հիմա նույն մտավորականները, նույն բյուրոկրատիան ինքն էլ է հիմա ապակողմնորոշված վիճակում, ինքն էլ չի կարող կողմնորոշվի, թե որն է ճիշտ։ Ամեն դեպքում, եթե ամբողջ ազգային գաղափարախոսությունը կամ մարդու արժե համակարգը ձևավորվել էր Արցախյան շարժման ու ցեղասպանության վրա, ու նաև այլ արժեքներ կար անկախության վրա, հիմա այն շրջանն է, որ այս երեք հիմնական հենասյուներից մեզ ստիպում են հրաժարվել։ Հիմա թե ով ոնց բան կանի, դա ինչպես մարդու ողբերգությունն է, այնպես էլ պետության ողբերգությունն է, թե ինչպես կկողմնորոշվի այս շրջանում, ու շատ դժվար է, շատ մարդիկ այդ ալիքը տալիս է ու կործանում է այդ մարդկանց, բայց արի անդրադառնանք էլի Գյադաների ժամանակին ու ինչին հիմնական, որովհետև պատահական չէր, որ այս նախընտրական շրջանում էլի սկսեցին Վանո Սիրադեղյան ծամել ես կասեմ, որ էժան ձևի սկսեցին ծամել, բայց մի փոքր եթե մի շաբաթ կամ 10 օր չեմ հիշում, ինչքան ժամանակ հետ գնանք, ամեն ինչ սկսվեց, երբ որ Գազանոցի դիմաց էշին վերցրեցին զեբրի պես, ու դա հենց այդ շատ սիմվոլիկա է իր մեջ պարունակում, ոնց են կարողանում մարդկանց խաբել ու այս ընտրական շրջանում էլ ու էշին ներկայացնել զեբր ու դրանով փորձել այս ընտրություններում էլ ձայնը շահել։ Ու նաև կուզեի ասեի, որ Վանոյի մի գործից սկսենք ու դու շարունակի Էշերի Սպարտակիադան, որ ինքը շատ գեղեցիկ է ներկայացնում, թե այս Հայաստանում ինչա կատարվում։ Հիմա իրականում այս նախընտրական փուլն է, որ նայում ես այդ փոխադարձ վիրավորանքները, հիմնականը իշխող վարչակազմի կողմից, որ էսի Էշերի Սպարտակիադա է ավելի շատ, ոչ թե
ինքը իրանով ընտրական process ու ընդհանուրը դու միած սկսի շարունակի գրականությունից խոսենք, բայց ինձ թվում է որ մի փոքր այս գրականությունից ավելի շատ կնի քաղաքականությունը այս եթերում։ Հա, միանշանակ սա քաղաքական է լինել, որովհետև իրանք երկուսն էլ մեծ հաշվով գրել են հենց այդ հայ քաղաքական մտքի ինչ որ առումով բացակայության մասին, հանրարդարության, ոչ այսպես ասած գուցե էլիտաների մոտ, կամ էլիտաների որոշակի խմբի մոտ, կամ ասենք ավելի շատ լայն հասարակության մեջ։ Դες ես ինչով եմ քո հետ նախ Արտեն Շեյքյանից երևի լայն հանրությանը մնաց հայկական ժամանակ անվանումը, բայց արդեն ու պատահական էլ չէր այդ հայկական ժամանակը, որ ումներ ու ումը դարձավ, ու ինչ ասած։ Բրենդ է այսպես։ Եվ միակ բանը անվերջ վեպներ, որ ինքը ասում էր ես չեմ ավարտելու հայ գրականության մեջ, ինքը թերթոն վեպի բանը սկզբունքով էր գրված, ու նաև կուզեի անդրադառնալ, որ այդ հայկական ժամանակին քանի անդրադարձանք, երկու գործերներ ստիպեցին, որ գրականությունը ինքը նաև կարող է մամուլով արտահայտվել, երկուսն էլ մամուլին մեծ ուշադրություն դարձրեցին ու երկու գործերն էլ մամուլում էին տպվում։ Հետաքրքիր է դա։ Իրանք որ տեսան գրականությունը մի փոքր հեռանում է, մամուլի միջոցով գրականությունը փորձեցին այդ քաղաքական process-ները ճնշում գործածել ու իրանցից վերցրեցին։ Մոտավորապես այն ինչ հիմա ասենք Facebook-ում է տեղում կամ այլ սոցցանցերում, հա, որովհետև մարդիկ իրականում շատ երկար կարդալ մի ամբողջ գիրք կարդալ գուցե չուզենան, բայց այդ մամուլի հոդվածը կամ ինչ-որ Facebook-յան մի գրառումը մեծ սիրով։ Ես գիտես ինչից կուզեի սկսենք, դու շատ ճիշտ նշեցիր Շեկոյանի այդ հայկական ժամանակում ոնց որ մեխային է, որ հին գաղափարախոսությունը հին կարգերը ոչնչացվել է, բայց դրանց փոխարեն նորը դեռ չի ստեղծվել, ու մարդիկ այս փնտրտուքի մեջ են։ Որոշները ովքեր ավելի պահպանողական են, միջև վերջը, միջև իրենց կյանքի վերջ կարճած մնացին հին, ասենք այդ սովետական արժեքներին, նրանք ովքեր այսպես կեղծ ազատամիտներ էին, միանգամից փորձեցին դա բերել այն ամենաթողության, հա, այսպես կոպիտ ասած բեսպրիձելի ինչ որ ժանրի, որ ամեն ինչ կարելի է, այն ինչ ցանկացած տրամաբանական միտք կամ քաղաքական միտք որ հնչեցում էր, միանգամից մերժվում էր, ներկայացվել որ դուք արդեն հին եք, արխայիկ եք կամ չգիտեմ, ու ցավոք, այո, այսօր այդ նույնն է տեղի ունենում, այսինքն այսօր եթե մենք խոսում ենք Արցախյան շարժում, հայոց ցեղասպանություն, Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն, դրանք այն սյուներն էին, որոնց վրա հենց 88-ի շարժումը սկսվեց եւ հետագայում մինչեւ առնվազն մինչեւ 20 թվական մենք գալիս էինք, հա, այդ ամեն դեպքում քաղաքական ուժերի ինչ հակասություններ միմյանց հետ ունեն, հիմնականում դա ավելի շատ անդրադառնում էր կոռուպցիային կամ թալանին կամ քաղաքական որոշակի վեկտորին կամ ուղղվածությանը։ Ես մի փոքր բան եմ, մինչև 21 թվի նախընտրական արշավը 21 թվին էլ էր նույն տրամաբանությամբ գնում, քո հետ միաժամանակ համաձայն։ Բայց հա, ես եմ համաձայն ճիշտ է, բայց առնվազն այդ ժամանակ, այսինքն Հայաստանը ինքնիշխան է, թե ինքնիշխան չի, կամ եկեղեցու դերը ինչ որ կասկածի տակ որևէ կերպ չէր դրվում, ցեղասպանության ժխտումը որևէ կերպ կասկածի տակ չէր դրվում, չեմ խոսում Արցախյան շարժման մասին։ Հիմա այսօր ինչ ունենք մենք։ Եթե Շեկոյանը շատ ճիշտ նշում էր, որ հին արժեքները վերացել են, բայց նորը չեն ստեղծելու, ինքը որպես մտավորական փորձում էր այդ փնտրտուքի մեջ էր, հա, գտնվում։ Այսպես ասած, ինքը այդ թեման բարձրաձայնում էր, նետում էր դաշտ ու կոչ էր անում այդ ժամանակի մտավորականներին սա քննարկել ու ստեղծել ճիշտ արժեքներ։ Ժամանակի ընթացքում առնվազն այդ 3 արժեքը, որի մասին մենք խոսեցինք, իրենք ձևավորվեցին։ Հիմա այսօր ինչ անում է սրա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրենք փորձում են այդ 3-ն էլ ոչնչացնել, բայց փոխարեն առաջարկում են ընդամենը լավ ասֆալտ, պար ուրախություն, խորոված, Էժան Տոմսեր դեպի, չգիտեմ, Եվրոպա, Կիպրոս կամ ինչ-որ մեկ այլ եվրոպական քաղաք։ Բայց դա միայն խոսքի վրա է, չի որ իրականում այդ Էժան Տոմսերը կա։ Հա, բայց այդ մանիպուլյատիվ դաշտում ինքը երբեմն աշխատում է։ Որովհետև շատ տեղեր հասում են օրինակ այս գյուղում դպրոց չի եղել կամ հին դպրոց ա եղել կամ մանկապարտեզ երկաթներ չի վերանորոգվել, հիմա վերանորոգվեց, ու ոնց որ այդ խայծը, այսպես ասած քարոզչական խայծը ինքը ընկալելի է դառնում հանրության որոշակի շերտերի համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ն այսօր իրանք լծված են մի բանի, որ ոչնչացնեն ողջ նախկին գաղափարախոսությունը արժե համակարգը, դրա փոխարեն տալով ընդհանրապես սպառողների հասարակարգ ձևավորելով։ Մենք այս մասին էլի բազմաթիվ անգամներ խոսել ենք, բայց հիմա արդեն դա եթե այն ժամանակ մենք խոսում էինք ու այսպես ասած կասկածներ կամ մեղադրանքներ կար, բայց հիմա իրանք արդեն դա բարձրաձայնում են։ Ողջ նախընտրական խոստովանում են ամբողջ դրա վրա կառուցված է, ու նաև եթե վերադառնանք այդ երկու զուգահեռների երկու գործերի, հիմնականը Շեկոյանը ավելի հետաքրքիր ձևի է իդեալների ոչնչացումն է, ընդհանուր ոչ թե միայն արժեքներ, այլ իդեալների ոչնչացումը, ու նաև
մի հատ հետաքրքիր բան կա երկու գործերում էլ, որ երկուսն էլ շեշտում են, որ մենք ապրում ենք միտեղ, Շեկոյանը ավելի հետաքրքիր ձևով է դա ներկայացնում, որ գողականներին, մտավորականներին, անբարոյականներին, ինչ ասեմ, քաղաքական գործիչներին ինքը մի կացայի մեջ է դիտարկում, ինքը որ շարադրում է տեքստը, ինքը չի առանձնացնում ինչ որ գիտեք ինչ կա, այս մի խավը, որ դու նոր ասացիր էլիտաներ, խավեր չէ, բայց երկուսն էլ տեսել էին իրենց ժամանակից շատ առաջ, տեսել էին, որ խառնվելու է ու էդի շատ ենք ու այն կեղտը, որը կա, ինքը այդ կեղտը բարձրանալու է վերև, բայց նույնիսկ իրանք ժամանակներում չէին կարող պատկերացնել, որ դա երկուսն է գյադաների ժամանակ ասում, հիմա բանը Վանոն ավելի հետաքրքիր էր ասում էր Լաչար Թուլեքը բան գրուխ կբարձրացնեն, բայց ինքն էլ չէր կարող պատկերացնել այդ Լաչար Թուլայի գրուխ բարձրացնելու մակարդակը, որ ինչ կդառնա ու այդ լաչարների այդ ճճվան թուլաները, որ կարող են դոմինանտ դառնալ։ Ինքը որպես բան էր անում, որ ինչ էլ ասեն, երկուսն էլ տենց հույս ունեին, որ տենց չի լինի ամեն դեպքում։ Դաժե ասեմ ավելին, ինձ թվում է իրանք գուցե մեղադրեին որոշակի պեսիմիզմի մեջ, հա, ինչ որ բացասական տրամադրություններ սերմանելու մեջ, բայց մեծ հաշվով իրենք սխալվեցին, գիտես ինչ առումով։ Մի պահ իրենք ճիշտ դուրս եկան, բայց պարտադիր իրենց կանխագուշակում անգամ թեթև էր ավելի։ Որովհետև իրանք կանխագուշակածը եղավ եւ դեռ մի բան էլ ավել, այսինքն անգամ մի քանի անգամ ավելի մեծ տեմպերով դա տեղի ունեցավ։ Ու նաեւ գիտես ինչից կուզեի խոսալ, քանի որ այս նախընտրական շրջանում հատկապես հենց իշխանությունների կողմից է Նիկոլ Փաշինյանը տենց այսպես ասած Վանո Սիրադեղյանի սարքելա ինչ ոնց ասեմ, իր հաղթաթուղթ, հա, խաղաքարտը, այսինքն հիմա գալիս ենք դրան։ Նախ ամենաառաջինը դա այդ իրական Հայաստան, պատմական Հայաստանն է, դա հենց Վանո Սիրադեղյանի գրված այդ խաչակրած բանակին սպասելիս այդ կարճ հոդվածի մասին է, որտեղ այո, Վանոն ներկայացնում էր, որ պետք չի ընկնել մի ծայրահեղության մեջ ու միշտ ձգտել այդ պատմականին, այսինքն, չգիտեմ, արևմտյան Հայաստան ունենալ անիրատեսական երազանքներ, հա, որոնք Հայաստանի սահմանափակ ռեսուրսով հնարավոր չի իրագործել։ Բայց Նիկոլ Փաշինյանը դա վերցրեց այդ հասկացությունը ու երբ մի ծայրահեղություն էր Վանոն քննադատում, ինքը բերել է լրիվ 180 հակառակ ծայրահեղությունը։ Եվ Վանոն որևէ կերպ չէր խրախուսում, այսպես ասած, հակառակ ծայրահեղություն։ Ինքը ուղղակի փորձում էր, հատկապես այդ ժամանակ երբ ինքը դա գրում էր, արդեն Քոչարյանի իշխանության տարիներն էին, որտեղ նաև դաշնակցությունը իշխանության մաս էր, հա, այդ հայդատականությունն էր բավական, այսպես ասենք, գլուխ բարձրացրել, հա, ու էլի այդ կեղծ թեզերից, հա, որ լևոնականության, պարտվողականության քաղաքականությունից մենք անցել ենք բան այդ համաշխարհային ազգի ինչ որ կարգավիճակի ենք եկել ու Հայաստանը պետքա տենց ներկայացվի, ինքը իր գործելու, եթե չեմ սխալվում, դարձի շրջանից յուր երկրից պահանջում էր, դա ճիշտ ասում է, Հայաստանի նախագահը վերածվեց դասական հայ ազգային գործիչի, ինքը ՄԱԿ-ի ամբիոնից քննադատեց Թուրքիային։ Հա, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո, հա, որովհետեւ բոլոր բաները։ Ու արդեն Նիկոլ Փաշինյանն էլ ինքը դասական հայդատական կերպար էր մինչև 20 թվականի պատերազմը ու տենց էլ կշարունակվեր։ Ասեմ ավելին, ինքը էլ ավելի ծայրահեղական, որովհետեւ ինչքան էլ մենք քննադատենք պայմանական Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, անգամ նրանք երբեք իրենց թույլ չէին տա բանակցություններում նման լկտիություն կամ նման, այսպես ասած, փոխզիջումների բացառում։ Գուցե ներքին լսարանի համար իրենք դա չհարայնացնեին, գուցե այդ բանակցությունները գաղտնի պահվեին, դրանց բովանդակությունը փորձեր փափուկ ներկայացրել, որ սա ինչի մասին Լևոն Տեր-Պետրոսյանն էր բանակցում, սա լրիվ այլ բան է, մերն է ավելի լավն է։ Հա, դա կլինի, ասենք, մադրիդյան սկզբունքները, չգիտեմ, Կազանի փաստաթուղթը, Լավրովի պլանը, այսպես կոչված, բայց նրանցից ոչ ոք երբեք այդ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի գերտերություններին համաշխարհային դեմ չի գնացել ու ձեռնոց չի նետել, այսպես ասած, այդ Արցախը, Հայաստանը եւ վերջ նրանցից ոչ մեկ իրեն թույլ չէր տա նման արտահայտություն կամ բանակներից ուղղակի դուրս գալ։ Զարմանալիորեն կհիշես, երբ հրապարակվեց կառավարության էջում այդ բանակցային փաստաթղթերը, որտեղ մեր կողմերը մեղադրում էին իրար, այսպես ասած, ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ այտես SSSS փաստաթղթերում երևում է քո դավաճանությունը, Նիկոլ Փաշինյանը հակառակում էր մեղադրում, որ այտես եք ձեր բանակցած կամ ձեր թողած բանակցային ժառանգությունը ոչ մի բանով չի տարբերվում իմ ստացածից կամ իմ կայացած որոշումից, որ մենք ի վերջո գնում ենք այս նկետին, բայց շատ հմտորեն իրանք մի բան բաց թողեցին։ Այո, 2019 թվականին եղել է ԵԱԿ Միսկի խմբի առաջարկություն, համանախագահների առաջարկություն։ Բայց իրանք չհրապարակեցին դրա պատասխանը։ Իսկ չհրապարակեցին երկու պատճառով։ Կամ այդ պատասխանը չկա, որ նշանակում է բանակցությունից դուրս գալ,
Կամ այդ պատասխանը այնպեսին է, որ էլի նշանակում է բանակցություններից դուրս գալ, ուղղակի ձեռնտու չի եղել հրապարակել։ Մի հատ շատ զգայուն կետի կպար, որը որ լրագրողները հիմա չեն անում։ Նիկոլ Փաշինյանի մի հատ հարց տան։ Եթե դուք հիմա հնարավորություն ունենայիք ժամանակը հետ տալ, արդյոք դուք 19 թվի կհամաձայնվեիք առաջարկներին, ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկներին, թե էլի կհամոզված կլինեիք, որ այդքան զոհերի, այդքան ավերածությունների գնով, Արցախի կորստի գնով թոքից մենք ազատվեցինք։ Այս հարցը պետքա տրվի։ Հիմա ժամանակ ինչ կանեք հիմա։ Հիմա շատ հարմար ժամանակ։ Հիմա հարմար ժամանակը մի հատ ուղղակի բարձրացնեն, եթե հուշենք բաներին, բարձրաձայնենք։ Արի մի հատ էլ անդրադառնանք, մենք որ սենց թերթում էինք գլուխները, հետաքրքրորեն զուգադիպություններ առաջացան նույն Վանո Սիրադեղյանի գրած հոդվածների վերնագրերի հետ։ Մի քանի նշում եմ արեստը այստեղ հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություն, այսինքն ԿՊ-ի ամբողջ գաղափարը այդ բաժնետիրական ընկերությունն է։ Հաջորդ գլուխը հայ պատմիչներ, ջան պատմիչներ, այսինքն ով որ իշխանությանը այդ է պատմում, մի մտեք բանը հայոց լեզվի դատաճարը կովեր, այսինքն ու էլի հիմա այդ որ A B G D էլի կովեր։ Հիմա ուրիշ է բառեր որ սխալ են հնչեցվում։ Հիմա իսկ ամենակարևորը, երբ վերևինների խելքը չի հասնում, ներքևինների տանձինել չի։ Ու մեկ էլ մի հատ էլ ասեմ, ու սրա վրա դու կխորանաս, որ իմիտացիա կամ արտաքին կառավարման ռեժիմի Հայաստան։ Հիմա այս երկու բաների վրա ենթավերնագրի վրա մնացած արդեն պարզ է արդեն բաժնի, բայց մեկը իմիտացիա կամ արտաքին կառավարման ռեժիմի ռեժիմ Հայաստան, երկրորդն էլ երբ վերևինների խելքը չի հասնում, ներքևիններին էլ տանձին չի։ Հիմա այս որ նայում ենք բացարձակապես, այս լրիվ արտահայտում է այսօրվա ոնց որ այսօր գրածը լինի Վանո Սիրադեղյանը։ Չես ասում 25 տարի առաջվա տեքստեր են։ Միանշանակ համաձայն եմ։ Իմիջիալոց զարմանալիորեն զուգահեռ կանով Շեկոյանն էլ էր դրա մասին խոսում, որ ընդհանուր կան անվստահության եւ հիասթափության մթնոլորտ Հայաստանում։ Ուղղակի եթե դա այն ժամանակ 90-ականներին էր, եթե մենք փորձում ենք հասկանալ, որ պատճառները բերեցին, հա սովետական միությունը էր փլուզվել, այսինքն աշխարհակարգ էր փոխվում, նոր գաղափարներ էին ձևավորվում, գումարած պատերազմ, այդ ողջ արհավիրքը, որ պատերազմի հետ ունեցել է, այն ժամանակ գուցե հասկանալի էր այդ հանրային ապաթիան։ Մարդիկ իրոք ռեալ սոցիալական խնդիրներ ունեն, այսինքն սկսած, չգիտեմ, հոսանքից, ջրից, գազից, օրվա հացից, վերջացրած մնացած կենցաղային հարցերով։ Այսօր զարմանալիորեն իրենք կարողացել են այդ ֆոկուսը տեղափոխել այլ դաշտ, բայց էլի մեխը մնացել է նրանում, որ վերևում նրանք են, ովքեր չասենք բոլորին, բայց մոտ 90+% ում խելքը իրոք չի հասնում, ովքեր ամեն մեկը իր պատկերացումների եւ հաճախ նաեւ ոչ մի պատկերացում, այլ սեփական շահի մղումներից ելնելով փայլեր անում։ Իսկ ներքևում այո, շատ լուրջ, շատ մեծ ապաթիա կա, զարմանալիորեն պետք։ Երևի թե զարմանալիորեն չէ, պետք է նշել հանրարդարության, որ երիտասարդության շրջանում այդ ապաթիան, որտեղ երիտասարդները մեծամասամբ, եթե 18 թվականին բավական ակտիվ էին այդ հեղափոխության հետ, կամ իշխանափոխության շրջանում, ապա հիմա կրկին չսխալվելու վախը իրանց մղում է ընդհանրապես զերծ մնալ քաղաքական գործընթացների։ Ու Փաշինյանն էլ, եթե դու տեսնում ես, ընտրարշավը ինքը տանում է ոչ թե երիտասարդություն, ինքը հա փորձեց մի քանի հատ այդպես կերեկներ կամ երիտասարդը դա չի ստացվում։ Իրանց այդ խորոված փարթի, քյաբաբ փարթիները ինքը հիմա այս դրությամբ արդեն տենց շատ չի բարձր։ Հիմա իր հիմնական ակցենտը ուր գնում է թոշակառուների վրա, ձեր 10000, այնա վերջին ամսում բարձրացած թոշակի վրա, ու ինքն էլ գիտի, որ իր էլեկտորատը այդ դեղի փող չունեցող կամ խեղճ մարդիկ են, որոնց կարելի է այդ խեղճության վրա մանիպուլացնել։ Եթե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ 10000 դրամ բաժանում էին անհատապես ասում էին սրանք ընտրեք, հիմա մասսայական է բաժանում ու բաց այդ օրենքի շրջանակներում օրինականացվելու, հա, ու սրա վրա է ակցենտը դրվում։ Այսինքն պետության բանը ոչ թե գաղափար, դու տեսել ես մի տեղ, որ գաղափար լինի, մի տեղ գաղափարական քաղաքական խոսք հնչի, իսկ այս երկու գործերը իրանք լինելով ճիշտ է, իրանք գրոտեսկային, շատ գեղեցիկ շարադրվածինիզմի ինչ որ որոշակի, բայց իրանք սուպեր քաղաքական են, բայց մի հատ քաղաքական տեսած կաս, լսած կաս իշխող ուժի կողմից։
Եթե եւ հակառակն կարող ասենք, եթե ընդդիմության մոտենա դու ընդդիմության, եթե մարդիկ իրանց ամենաբարձր խոսույթը նայա, որ համբալը դու ես, չէ դու համբալը դու ես, կամ դու լակոտ ես, դու կով եք ժողովուրդ ջան, հիմա մարդը, նորմալ մարդիկ իրանք ակնկալում են ծրագիր, թե մոտակա 5 տարիների ընթացքում ինչա լինելու մեր պետության ճակատագիրը, ու եթե դուք այս մակարդակին եք, ուրեմն բացահայտ է ինչա լինելու, պետք չի հանճար լինելու կանխատեսելու համար, թե ինչա լինելու Հայաստանի ճակատագիրը, այս իջացնելու, այսքան մակարդակը մարդկանց խոսույթը այսքան իջացնելուց հետո, այստեղ ես կուզեմ այս միտքը շարունակելով, այսպես կոնստրուկտիվ քննադատությամբ, հա, հանդես գալ ընդդիմությանը, որովհետև այնինչ դու նշում ես, այո, դա ձեռք է տալիս բացառապես Նիկոլ Փաշինյանին, բացառապես իշխանությունը իջացրեց, քաղաքական այդ երկխոսության բանավեճի մակարդակը իջեցնել այդ պլինտուսի, հա, մակարդակին, որ լակոտ, համբալ, չգիտեմ, մնացած այդ տերմինոլոգիան կամ իրար ինչ-որ մի բառը սխալ ասելու վրա ինչ-որ տառերին կպնել այս մակարդակին։ Մի հատ Լևոն, մի հատ զուգահեռ անցկացրա, աշխարհում որևէ տեղ կարող է լինի, որ մեկը մյուսի լեզվական միացկալի վրա վերցնի ու էդի դիտումներ ապահովի։ Ինչ կարող է լինի, այսինքն դա ընդհանրապես քաղաքական մտքի բացակայության մասին է վկայում, ու նաև ամենացավալին, որ իշխանություններն են դա խրախուսում, իշխանություններն են դա հենց իրականացնում, բայց այդտեղ իմ քննադատությունը ընդդիմությանը ինչ-որ ասենք այն առումով, որ պետք չի դրան տրվել կամ պետք չի հրահրել մեծ հաշվով անգամ ինձ թվում է ընդդիմությունը ընդհանրապես չպետք է Նիկոլ Փաշինյանի անունը արտաբերի, որովհետև հանրային դաշտում արդեն գերհագեցած է Նիկոլ Փաշինյանը, մենք էլ հիմա մեծ հաշվով իրանից ենք խոսում, որոշակի առումով նաև այսպես է ջուր ենք լցնում իր ջրաղացին, որովհետև դաշտում էլ ինքն է, բայց մենք փորձում ենք գոնե ընդդիմությանը ասել, որ դուք գնացեք ձեր գաղափարներով, ձեր առաջարկներով։ Դեռ մի փոքր արի պաշտպանեմ ընդդիմությանը, որովհետև իրենք բան ասեմ, դոստուկ չունեն այն խավին, որի համար այդ 10,000-ը պետությունը բաժանել է։ Այն ժամանակ էլ ընդդիմությունը այդ խավին դոստուկ չուներ, երբ որ դուրը ծեծում էին 10,000 տալիս էին մարդու, ընդդիմությունը փորձում էր խաղաղությունից խոսալ, իրական ընդդիմությունը, քաղաքական միտք հնչեցնել, կոռուպցիայից խոսալ, բայց այդ մարդը ինքը ոնց ասեմ, դեսպորտ կորսված հուսահատ մարդուն, եթե 10,000 դրամ մեկը տալիս է, դրանից հետո ինքը այն վիճակում է, որ ինքը չի ուզում այլ հարցնի, ասում է, այս մարդը տվել է, ինձ հարցը հիմա եթե դու նայում ես շատ ծանր բանի մասին պետք է խոսամ, մարդիկ մոտենում են Փաշինյանին, ասում են դուք մեր կյանքը փրկեցիք, որովհետև ապահովագրությունը ապահովեցիք, այսինքն պետության համար, իր համար թե ընդհանուր պետության արժեք, շատ չկա, իր կյանքը ցեղասպանություն ու շատ ավելի դաժան բան կարամ ասեմ, մի հատ ավելի սենց պատկերացնենք 5 տարի հետո, ենթադրենք հիմա տենց իրավիճակ է ստեղծում, 5 տարի հետո, որ շատ ռեալիստական իրավիճակ է, Սյունիքն էլ չլինի, էլի ես նույն մարդկանց թոշակը 20,000 կամ 30,000 բարձրացնեմ, իրանք որևէ խնդիր չունեն։ Կամ եթե նույն ձևի վերցնենք Ալիևն ու Էրդողանն են գալի իշխանության Հայաստանում, իրանցից հետո իրանք որոշում են ենթադրենք, որ ավելի լավ են ապրում, նավթային փողերի որոշ ուղղության ստեղ է լում, այսինքն դրանից հետո ինչ դու մի անգամ շատ լավ օրինակ էի բերել, ասացիր, եթե ասենք Իլհամ Ալիևը ֆինանսավոր է Հայաստանում որևէ ինչ-որ մի հատ համերգի անցկացում, հա։ Հիմա սա այդ ամեն ինչի շարունակությունն է, այո, եթե այսինքն մեզ առաջարկում են հրաժարվեք ձեր ինքնությունից, ձեր գաղափարներից, ձեր արժեքներից, դրա փոխարեն մենք ամսական ձեզ 10 կամ 20,000 դրամ ձեր թոշակը կբարձրացնենք, այդ բժշկական ապահովագրությունը կանենք, մի քանի դպրոց կամ մանկապարտեզ կվերանորոգենք։ Ու այո, ցավալիորեն հենց Նիկոլ Փաշինյանը շեշտը դրել է այն խավի վրա, ովքեր, այսպես ասած, այդ խայծը ուտում են։ Հիմա Լևոն, մի հատ, քանի որ մեր գրական դավադրությունների շարքը, մի հատ արի գրականության մեջ մի քիչ վերացարկվենք այս երկու մեր գրողներից, վերցնենք Շեքսպիրին, մենք Շեքսպիրին չենք անդրադարձել, դու պատկերացրա, որ նույն ձևի, հիմնականում այդ սիրո եւ կյանքի մահվան թեման, սիրո թեման ենթադրենք Ջուլիետային, ինչ որ մեկը առաջարկում է փող, ու ավելի լավ կյանքի պայմաններ, ասում է դու քո հանուն քո սիրո, դու պետքա հիմա փաստացի հայրենիքի սերն է, ինքը սիրո դրսևորում է, ինքը քո պատմության սերն է, քո արժեքների մասի սարի սերն է, դա
քեզ առաջարկում են, ասում են եղբայր, ես քեզ այսքան փող եմ տալիս, դու հրաժարվի քո սիրած էակից։ Այսինքն դու ոնց ես այդ մարդուն գնահատում։ Այսինքն ինքը կարող է ասի դե հիմա նորմալ է, բայց կարևորը այնց բարեկեցիկ կյանք ստեղծվեց, կարևորը ապահովություն ինչ որ ձևով, բայց դու ինչ որ բան ես չես իջել դրա դիմաց։ Այս օրինակը շատ լավ է Հայկ Վարուցյանն էր իր նախընտրական քարոզաշոն վիդեոներից մեկում տեղադրել, ասում է երբ ընտանիքում փոքր երեխան, որ ասենք ծնվել է գիշերներ չի քնում, բազմաթիվ ասենք կենցաղային հարցեր առաջացնում, մեկ էլ ասում է երեխային գողանան։ Ու ամուսինը գասի ինչ շատ լավ է, մենք ազատվեցինք, մենք հիմա կարող ենք հանգիստ ճամփորդել, մենք կարող ենք հյուր գնալ կամ մեզ ժամանակ տրամադրել, այսինքն մոտավորապես այո, այս վիճակն է, որ ընտանիքից իր երեխային տարել են, գողացել են, սպանել են ու իշխանությունը փորձում են համոզել, որ այո, ամեն ինչ նորմալ է։ Մենք ընդհակառակ ավելի շատ ժամանակ գտանք մեզ համար։ Մենք այն փողերը, որ պետքա ներդնեինք Արցախում պաշտպանական գծեր կառուցելու համար, բանակի սպառազինություն գնելու համար, մենք հիմա այդ փողերով ասֆալտ ենք փռում, համերգ ենք կազմակերպում, թոշակ ենք բարձրացնում, դպրոցում մանկապարտեզ ենք կառուցում, այո, այսինքն թվում է թե այդ տրամաբանության առաջին մակարդակում, այդ դու վերացնում ես բարոյական կոմպոնենտ, եթե հանում ես, թողում ես մենակ 4 թվերը, 4 թվերի տեսանկյունից ամեն ինչ լավ է, բայց ախր հայրենիք հայրենասիրությունը գաղափարները դա մաթեմատիկա չի։ Եթե նույնիսկ մաթեմատիկորեն էլ կարանք բանանք, եթե դու 10 սենյականոց բնակարան ունես, այդ 9 սենյակը վաճառեցիր, մի սենյակ մնաց, մի սենյակը ավելի լավ կարաս վերանորոգես, կամ թե կահավորես, կամ թե 10 սենյակը, որ խնամելու խնդիր ունի, կամ հողամասը 10 հեկտար է, վերում ես 100 քառակուսի մետր, դու դա ավելի լավ կարող ես մշակել։ Ու ավելի հեշտ խնամել ու ասես հանգիստ այն ժամանակ ես անջվում էի գնում էի 10-րդ հեկտարի, բայց հիմա այս ու տեղելի վերադառնող բանով եմ, որ ասում է հայրենիքի մեծն ալավա խիարի կանաչը ինչ է հետո դա բանի ռամկավարի հրշեականը դաշնակը ու ես գիտես ինչով կուզեմ ավարտեմ, մենք քննարկում ենք այս իրական այս հրատարակությունը նաև երկու այսպես ասած ստեղծագործությունը, հա, ժողովածու յադաների ժամանակը եւ երկիր պահանջը, որ արդեն Վանոն Ջանոնով է գրել։ Այդտեղ հենց այս մասին մի հատ հետաքրքիր մենք աշխատություն գտանք, ուզեի մի փոքր այս մասով շատ կարճ ընթերցել։ Աշխատությունը կոչվում է Պատմությունն ընդունել ի գիտություն, ինքը տպվել է 1999 թվականին։ Վանոն խոսում հայ ընթերցողը Հրանտ Մաթևոսյան չի սիրում, որ սովետական ժամանակներում կարդացել են այսպես վերևից եկած հրահանգներով, իսկ ավելի լայն շերտերը մենք ենք մեր սարերով են ճանաչել, հա, Հենիկ Մալյանի միջոցով։ Բայց այդտեղ ամենակարևորը այսպես ասած նախադասությունը, որ ինքը ասում է հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված երկիրնայրից չի կարդում, որովհետև հայ մարդը ճշմարտություն չի սիրում։ Հայը չի սիրում իր պատմությունը, չի սիրում հոգու խորքում համոզմունք ունենալով, որ պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները եւ որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորություն դեռ չի ստացել, բայց կստանա եւ սպասում է նպաստավոր այդ պահին։ Այսինքն մենք էլի մնացել ենք այդ մեխը ստեղա որ ճշմարտություն չի սիրում։ Մի անգամ մեր շատ լավ ընկեր Արմանը Գրիգորյան հետաքրքիր ստատուս էր գրել, որ ասում էր հայ ընտրողին պետք չեն լուծումներ, իրան պետք են հրաշքներ, որովհետև եթե մարդը հիմա այս նախընտրական շրջանում էր մարդը լուծումը առաջարկում, այդ լուծումը իրան պետք չի։ Ճիշտ է, լուծումը ծանր, աշխատատար, մեծ ջանքեր, մեծ ռեսուրսներ պահանջող, զոհողություններ պահանջող գործընթաց է։ Իրան դա պետք չի։ Իրան հրաշքապատ, իրան պետք է, որ մեկը դուրս գա, ասի ժողովուրդ ջան, դու լավ ես ապրելու։ Դու Հադրութն ու Շուշին պետք մենք դեօկուպացնելու ենք։ Այդ մարդը այդ է ուզում լսի, բայց որ երբ որ դիմաց ասում ես ժողովուրդ ջան, հնարավոր չէ, ու ի պատիվ ես կասեմ Հայազգային կոնգրեսի միակ ուժն էր, որ 21 թվականին ասում է ժողովուրդ հնարավոր չի այդ դեօկուպացնել, մենք պետք է անենց անենք, որ եղած Ղարաբաղը չկարողանանք կորցնել։ Իրանք ասում են դու դավաճան ես, դու չես ուզում։ Հիմա էլ նույն ձևի եկել են ասում են մենք դու մի անգամ լսել ես որ անկլավների մասին խոսակցությունը հիմա այս բանը ինքը մարդը չի ուզում լսի որ անկլավները հանձնվել են սահմանադրությունը փոխվել է մարդը չի ուզում լսի մարդը չի ուզում լսի որ ադրբեջանցիներն են վերադառնում մարդը չի ուզում լսի որ ադրբեջանական պահանջներն են մարդը չի ուզում լսի երկրորդ խոսք որ նույն ձևի Մեղրիում
ադրբեջանցիները անարգել կարող են ասեն։ Այսինքն չի ուզում լսի, որ ասում են դու ես ինչ ես։ Ինքը ճշմարտություն չի ուզում։ Դա մենք մի անգամ քննարկել ենք այս բժշկի օրինակով, հայ, ասեք ծանր բուժումապետ, կամ օրինակ մեկ այլ բան էլ օրինակել կարելի է բերել, երբ օրինակ ասենք դու գալիս ես ինչ որ հարուստ միլիոնատեր միլիարդատեր մարդկանց, ասում ես ինչպես հարստանամ, հա, ինձ այդ գաղտնիքը։ Ինքը կարող է քեզ ասի, դե պետքա օրական 16-ից 20 ժամ աշխատել, 1 տարի, 2 տարի, գիշերները չքնել, կտրվել քո ընկերներից, հարազատներից, ինչ որ նպատակ դնել, գնալ ու մեծ երկար 5-ամյա կամ 10-ամյա պլան է դնում, որը քեզ կբերի քրտնաջան աշխատանքով քո երազած կետի։ Հետո հայտնում եմ եկուր, ասում է, չէ, լոտո առ։ Այո։ Կամ գնա կազինո խաղադրույք դի, տունը տալ գրավ դի ու ողջ գումարը տալ խաղադրույք դի։ Ու այդ 24 ժամում կամ 5 ժամում Շեկոյանները այդ պոկերը։ Այսինքն 5 ժամում դու կդառնաս միլիոներ։ Իհարկե, այդ տարբերակ ավելի գրավիչ է հնչում։ Որ հա գնացեք ու պատահական չի, որ այդ ժամանակ էլ այդ ոչ թե քարոզներ անում, այդ ժամանակ էլ Շեկոյանը տեսավ, որ այս լոտոներն ու բաները, խաղատները, հիմա on-line խաղատները, հիմա բոլոր մարդիկ, հիմա ազգաբնակչությանը մենք կարանք մեղադրենք, բայց այդ պետության խնդիրն է, որ հեռախոսների վրայից այդ արգելքը դրվի, որ մարդիկ գումար չխաղան։ Հեռախոսներով գումար չխաղան, մարդու համար այդ քո ասած հեշտ տարբերակն է։ Մարդը հեռախոսը բացում, ասում է, ես պետք է գնամ առավոտից գիշեր, հիմա փորձեմ, կարողա ստացվի։ Ու այդ նույն փողը որ պետք է աշխատեմ, մեկ ամսում ես մի ժամում փորձեմ, այս մարդիկ ասում են, մենք ձեզ ուրախ համերգներով կյանք կարող է ստացվի։ Է մարդը ասում է, ես ինչի պետք է գնամ ջանք գործադրեմ, որ պետությունը պահելու համար կարող է ստացվի։ Մեկը մեծ հաշվով այդքան երաշխավորված չի։ Հա, բայց դա նա է, որ մարդը ինքը իր պատասխանատվությունից խուսափել է ու մարդը պետությունը պետքա պետության նախորդ անգամ դու շատ ճիշտ էի նկատել պետությունը նենց քո ստատուսում ես շատ կուզեմ որ այդ ստատուսը շատ տարածվի որովհետև պետքա նենց ինստիտուտներ ունենա որ այդ ինստիտուտները բանը պաշտպանեն դաժե եթե խելագար է գալիս իշխանության ղեկին պաշտպանեն այդ խելագարից հիմա աշխարհում որևէ մի երկիր ապահովագրված չի որ պետության ղեկին կարող է հայտնվի խելագար կամ մոլագար կամ ես շատ գիտեմ խափեփա, որ մարդը եկել է հիմա պոպուլիզմի դառնում է կարողանան խափը, բայց պետական նենց ինստիտուտներ պետք է լինեն, որ այդ մարդու գյամերը քաշեն։ Էսա խնդիրը, ուրիշ խնդիր չկա, ու այդ ստատուսը ես կխնդրեի, որ եթե հնարավոր է մի հատ էլ դրվի այս բանի հետ կապված, դեռ շատ կարևոր բան է անում։ Եթե որևէ ինստիտուտ չկա պաշտպանողական, հիմա ժողովուրդը հիմա կարանք մեղադրենք, ասենք ժողովուրդը, բայց ժողովուրդը ցանկացած մարդը միշտ ինքը ավելի հակված է հրաշքին հավատալ, քան թե իրականության։ Ու էլիտա, ախր այդ էլիտա կոչվածը դա բան չի, էլի, չգիտեմ, մի քանի գիրք ավել կարդալ կամ ինչ-որ կոչում ունենալ, հա, զինվորական կոչում, չգիտեմ, դիվանագիտական կոչում կամ գրական կոչում, բոլորին կարան տան, ակադեմիական կոչում, պրոֆեսոր, հա։ Ոչ, էլիտա լինեն առաջին պատասխանատվությունն է, որ այդ բեռը պետք է վերցնել քո վրա։ Ոչ թե ուղղակի ընդհանուր տիտղոս այսպես ասած խփել որ ստացել են կամ հա խփել ասենք հագուստի վրա ու տենց մանգալ ասել ես չգիտեմ ես գեներալ եմ ես նախարար եմ ես չգիտեմ գրող եմ ես պրոֆեսոր եմ ես այսինքն այդ մարդիկ այո հենց առաջնահերթ պատասխանատվությունը այդ էլիտայի վրա է որը պետքա ձևավորվի եւ ունենա այդ կորիզը այդ պետության խնդիրն է մարդը մեղավոր չի ինքը մարդը հիմա երեխեն մեղավոր չի որ ինքը դոստուպ ունի գաջետներին ինքը կարողանում է վերցնի հոր հեռախոսը տեղ ինչ որ խաղա կամ ինչ որ վատ բաներ անի։ Այսինքն ծնողի պարտականությունն է որ երեխա կամ լիմիտավորի կամ չթույլ տա կամ տեսնի այդ խնդիրը։ Հիմա պետությունը որպես ծնող պետք է հանդիպի, բայց եթե հենց ծնողն է երեխուն ասում վերցրու այդ հիմա արի օրինակ բերենք, ես էլ սրանով էլ ավելի ավարտենք ծնողների բանով։ Եթե հիմա ծնողի համար շատ ավելի հեշտ է երեխայի ձեռքը կոմպյուտեր տա կամ հեռախոս տա, ասի գնա քո համար բանը զբաղվի 2 ժամ 3 ժամ ինքը հանգիստ է, բայց այդ երեխան դրանից հետո թե ինչ է դառնում, դա բան է, իսկ նույն բայց այդ նույն ծնողի խնդիրն է, որ հակառակը ինքը ջանք գործադրի երեխու հետ զբաղվի, փորձի հասկանալ երեխան։ Այս միտքը շարունակել ու հետո այդ նույն ծնողները կմեղադրեն չգիտեմ, սոցիալական ցանցերին ժամանակից տեխնոլոգիան կասեն, այս երեխաներին փչացրեցին, բայց ինքը իրան երբեք բան չի։ Դե հիմա պետության խնդիրն է, որ ոչ թե իսկ եթե ծնողը հակառակը ինքը ասում է, թող ոչինչ, ինչքան բանալի արդեն ինքը ինձնից կախված կլինի, հիմա նույն ձևի ինչն է իմ համար ամենասարսափելի անբարոյականությունն էս բանում, որ հենց ժողովրդին այդքան էժանացնելով կախվածության մեջ գցելով
այդ 10,000 դրամ 10,000 փոշակից կամ բժշկ ու իրանք արդեն հեշտ, բայց այդ քո մատերիալը չի լինում, ինքը արդեն բաժանվում է քեզանից, ինքը հա կարող է կարճաժամկետ 5 տարի, 7 տարի վեր ընտրվեց, բայց դրանից հետո արդեն ազգ չի լինում, դեռ մա բիոմասա։ Այստեղ ես քեզ այս բարի ավարտենք այս այսպես ասած այսօրվա եթերը։ Գիտես ինչ ճակատագրի հեգնանք կա, որ այդ կոպիտ բիոմասա հասկացությունը, հա, կամ այդ մարդկանց այն ցածր բալոյական կամ ինտելեկտուալ արժեքներով զանգվածը շատ արդարացիորեն հենց մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանին, որ դուք եք ձևավորել, որովհետեւ դու նշեցի, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը հիմա երիտասարդությունը չի։ Դա այն իր ընտրազանգվածը, այն ընտրազանգվածն է, ովքեր արդեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին դպրոց էին գնում, համալսարան էին գնում կամ աշխատողին, իսկ իրանք այդ բացասական այդ վատ բարքերը վերցրել են։ Ուշը դա մնացել է իրենց ուղղակի սովորել են 10,000 դրամին էին սովորել։ Ու հիմա Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպ ուղղակի մանիպուլացնում է այն ժառանգությունը, ինչ ինքը ստացել է։ Իրենք սովորացրել էին մարդուն դուրը ծեծելով այդ 10,000-ները սովորացրեց, այդ սովորել այդ մասը Նիկոլ Փաշինյանը դա վերցրել է, սարքել է A համատարած, B օրինական։ Ինչու պետք է ասենք մարդիկ դրանից հրաժարվեն։ Այդ մի հատ տենց բան կա, ռուսական մեմ կա, որ մի հատ ուզբեկ ասում է առազգի так можно было, այսինքն հիմա նստած մարդիկ զարմանում ասում են, սենց էլ կարենք սենց անենք ու այս արդյունքը ստանայինք։ Շնորհակալ ենք։ Այսօր համար երևի թե այսքան է, շնորհակալություն, հաջողություն։ Տեսնեմ ձեզ։